թուրքական Դու ադրբեջանա-թուրքական Գեորգ Շարասյան մաս ես։ Հիմա ինչու է իշխանության մոտ սա ստացվում շարունակաբար իրականացնել, չէ՞ որ սա մեր հակառակորդ պետության պահանջներն են, որոնք միակողմանի են իրականացվում։ Դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում։ Պատճառը նրանում է, որ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որը այս նարատիվները լեգիտիմացնում է, այդ փաթեթը, որը իշխանությունը հնարում է, որ այ տեսեք, սա սահմանազատում է, տեսեք, սա սահմանադրական բարեփոխում է, տեսեք, սա աղաղության բանակցություններ են, այդ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները ակնհայտորեն թշնամու պահանջը երկրի ներսում լեգիտիմացնող գործողություններ են իրականացնում։ Ինձ համար մենակ մի բան հասկանալի չի, արդյոք իրենք այս փաստարկները, այս ռոպագանդան իրականացնում են իշխանության պահանջով, թե Ադրբեջան, Թուրքիա ի սկզբանե ովքեր է սրանք առաջ են քաշել, բայց երբ դու դա փաթեթավորում ես այլ անվան տակ արդարացնում, ասում դե գիտեք, մենք սրանով կլեգիտիմացնենք, հետո որ իրանք հարձակվեն, ամբողջ աշխարհը չգիտեմ ինչ կճանաչի եւ այլն, սա ակնհայտ 5-րդ Շարասյան գործունեություն է, որի գնահատականը կտա արդեն հաջորդ քաղաքական համակարգը, որովհետև այս քաղաքական համակարգում այս մարդիկ սերտաճել են իշխանության հետ այսպես եւ արդեն պարզ չի, իրանք իշխանական նարատիվն են ասում, թե ադրբեջանա-թուրքական նարատիվը։